Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, շնորհակալություն Կարեն, որ ասում են, այս ազգը ծումիլա, այս ազգը աշխատասեր է։ Այդպիսի բան կա, թե ամեն ինչ դաստիարակությունից, մշակույթից է գալիս։ Գիտեք, Հարավային Կորեան մի 30 տարի առաջ մոտարապես նույն տեղում էր, ինչ որ Հայաստանը, 140 քանի տեղում էր աշխարհում, համարվում էր ծույլ, ուրեմն խոսքը չկատարող, ու գրեթե համարյա մեր հատկանիշները, որ մենք մեզ վերագրում ենք, այսօր Հարավային Կորեան, եթե չեմ սխալվում, 5-րդ երկիրն է աշխարհում եւ իրենք համարավ կորեացիները արդեն ճապոնացիներին համարում են թամբալ ժողովուրդ, հա? Այսինքն իրականում բոլոր ժողովուրդներն էլ աշխատող են, ուղղակի ինչ պայմաններ է ստեղծում, դու կարող ես ժողովրդին գցես գծից, այսպես ասած, եւ հակառակը ոգևորես, արժեքներ տաս եւ ինքը որպես աշխատող ժողովուրդ իրեն ցույց տա։ Մեր այս ծուլություն գաղափարը իմ կարծիքով եկավ 90-ական թվականներին, ու սկսած երևի երկրաշարժից, նախ այդ օգնությունների, հա, բանը, շարքը, երկրորդը երբ որ կոոպերացիայի օրենքը դուրս եկավ եւ ես հիշում եմ ինքս էլ եմ ներգրաված եղել, որ մենք երազում էինք արտադրության մասին, չնայած նախագծմամբ էինք զբաղվում, բայց արտադրության մասին եւ ես հիշում եմ ինչպես 89 թվականին մեր գերագույն խորհուրդը նույն ենթադրում եմ արտաքին թելադրմամբ օրենք ընդունվեց, որտեղ արտադրական այդ գործունեությունը կտրուկ ուրեմն հարկավորվում էր համարյա 30% եւ բնականը բոլորը փախան դեպի առևտուր, այսինքն աշխատանքից փախան։ Հետո եթե կհիշեք, սկսվեց այդ չեխական բուրգերի պատմությունը, ֆինանսական բուրգերի, երբ որ ամիսը 30% գումար էր։ Եվ պայթում էին բանկեր, բան եւ։ Այո, բանկերը բան պայթում էին, բայց նաեւ մարդիկ կային, որոնք որ ձևական հարստանում էին, եւ մարդիկ էլի արժեքային համակարգը փոխեցին արտադրությունից աշխատելուց դեպի սպեկուլյացիա։ Այսինքն sense դա միտումնավոր էր բնականաբար արվում, որովհետեւ Հայաստանը որպես խիստ արդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիական երկիր պետքա դեմոնտաժարվեր եւ պետք էր այդ աշխատակիցներին բաներին շեղեր դեպի այլ ուղղությամբ, որ չգնային ասեին, այս մեր գործարանը խեք քանդում։ Հա, եւ հետագայում էլ արդեն մենք տեսանք, ինչպես պահեստապետները, որոնք գտնվում էին, հա, բուրգի ամենաներքում, սոցիալական բուրգի ամենաներքևում, մեկ էլ հայտնվեցին ամենավերևում եւ այդ պահեստապետների արժեքները, որոնք բացարձակ կապ չունեին աշխատանքի հետ, այլ կապված էին մի 10 մանետ տուր, ես քեզ մի 20 մանետնոց ավրանք տամ, այսինքն այդ արժեքային համակարգներ, դա դառավ, իրանք դառան էլիտա եւ այդ էլիտայի աշխարհընկալումը սկսեց սփռվել երկրի վրա։ Ես կարծում եմ դա է հիմնական, բայց դա մեզ չի փրկում, այսինքն մենք պետք է հասկանանք ուղղակի դա եւ հիմա քայլեր ձեռնարկենք, որպես այդ իրավիճակից դուրս գանք, այսինքն նորից հարգենք աշխատանքը, փոխենք արժեքները, այդ փողային արժեքը հասկանանք, որ ինքը աղքատության բանաձև է, այսինքն երբ որ դու շատ ես ուզում փող, դու ստանում ես աղքատություն։ Ուղղակի քո մեջի այդ փողասերների բան է, սելեկցիա է կատարվում, որոնք մի քանի հոգի հայտնվում են վերևում, իսկ ներքևում մնում է փողասերների մի ամբողջ աղքատ բազմություն։ Պարոն Վարդանյան, մենք նշեցինք, ազգերին փորձեցինք դասակարգել ըստ աշխատասիրությանը, բայց այդ տարբերակումը ներսում է կա, մենք ասում ենք, չէ, այս շրջանի ժողովուրդը ավելի աշխատասեր է, այստեղ մի քիչ ծույլ են, ես օրինակ ուզում եմ բերել սիրիահայերի վրա։ Կարծիք կա ձևավորված, որ բացառիկ աշխատասիրությամբ են աչքի ընկնում սիրիացիները, սիրիահայերը ավելի ճիշտ, եւ բիզնեսում եւ սպասարկման ոլորտում, չգիտեմ, արհեստավորն է։ Սա ինչից է իրենց դաստիարակությունից, թե որ նույն սիրիացիները եւ տեղացիները նույն ծագում ունեցող մարդիկ են, հա, մի մասը գնաց Դերձոր, մի մասը եկավ Արևելյան Հայաստան, հա, մի մասը գնաց Ռուսաստան եւ ծագումով մենք ըստ էության հարազատ եղբայրներ ենք, էլի, այսինքն, բայց Սիրիայում նրանք սովոր են, որ որևէ
աջակցություն, ասենք այդ իմաստով պետական աջակցություն, ուղղակի կա հստակ խաղի կանոններ եւ իրենք պետք է այդ խաղի կանոնների մեջ աշխատեն, որպեսզի գոյատևեն։ Եվ այնտեղ ձևավորվել է ազնիվ աշխատանքի եւ ստեղծագործ աշխատանքի տրադիցիա։ Որ հույսները իրենց վրա են։ Իրենք իրենց վրա են դրել։ Մենք խորհրդային միության ժամանակ ավելի շատ ապրել ենք ինչ որ միաձյաձյա մեզ, այսպես ասած, տակ պահել է, թույլատվել, որ մենք գործարանից էլ գողանանք, եւ բանվորը, եւ տնօրենը, եւ ցեկայի քարտուղարը, եւ հիմա էլ, ասենք, հիմնական դժգոհությունը ինչ է, որ այս սովետի ժամանակ նրանք թողում էին, որ մենք գողանանք, հիմա դուք մեզ չեք թողում գողանանք, այ դուք վատն եք, հա։ Եվ այսինքն էս է խնդիրը, քանի որ երկրում փող չկա, տնտեսություն չկա, կաշառակերությունը գնում է ամենավերև եւ սովորական բանվոր մարդը կամ սովորական աշխատող մարդը գողանալու բան չունի։ Հիմա եւ այդ համակարգը քանդվեց, մենք հայտնվեցինք, այսպես պայմանական ասած, փողոցում, որտեղ շատ ավելի վատ բարքեր են եւ միջազգային այդ ֆինանսական կազմակերպությունների եւ երկրի ընդերքները թալանելու եւ այլը, այսինքն մենք դրա մեջ էլ մտանք, բայց անընդհատ տենց ուզում ենք, որ ինչ-որ մեկը էլի մեզ հավաքի ձեռքի մեջ եւ ասի, այ սա ձեր գողանալու տեղն է, ձեր աշխատավարձի տեղն է, այսինքն ինչ-որ մեկը տեր կանգնի։ Դրա համար մենք չենք կարողանում դրանից փող գանք, հույսով եմ, որ նոր ծերունդը ի վերջո, այսպես որը որ խորհրդային միություն չի ստեղծել, ու հաշվի առնելով գիտեք, այսօր ամոթա չաշխատելը բառից բուն իմաստով, որտեղ մարդիկ ասում են մենք գործ չունենք, բան չունենք, նախ մշակութային առումով մենք չենք ուզում ձեռնարկությունը հասկանանք ինչ բան է, որովհետև գումարը աշխատվում է ձեռնարկությամբ, այսինքն թիմով։ Իսկ մենք ուզում ենք անգամ ձեռնարկությունում լինելով մենակ մեր համար աշխատել։ Ճապոնիայում ձեռնարկությունը կոչվում է օջախ բառով, այսինքն նրանք օջախը եւ ընտանիքի եւ ձեռնարկության անգամ նույն բառով են կոչվում, որտեղ նույն ձևով են վերաբերում։ Մենք բացարձակ թքած ունենք այդ ձեռնարկության վրա, դրա համար ձեռնարկությունները չեն մեծանում, դրա համար չեն զարգանում, դրա համար տնօրենը չի իմանում ում վրա հենվի, որպեսզի ձեռնարկությունը զարգանա։ Հասկանաք, մարդը ուղղակի եկել է իր կամ աշխատելով կամ չաշխատելով իր բանը, փողը տանի, բայց ձեռնարկության զարգացումը դա է, որ պետքա բերի բարեկեցության, հակառակ դեպքում որևէ բարեկեցություն չի կարող լինել, էլի։ Կարող ենք ասել, Կարեն, որ պատրաստի աշխատատեղերը շատ քիչ են։ Պետք է ես ինքս ստեղծեմ այդ աշխատատեղը։ Այսինքն ինչ որ միտեղ դրած է լրագրողի աշխատատեղ, ես պիտի գնամ վերցնեմ։ Այդպես չի։ Ես պետք է այնպես դրսևորվեմ, որ այդ բիզնեսին օգտակար լինի։ Եթե օգտակար չլինեմ, ես չեմ կարող աշխատել։ Դա մեկ, երկրորդը այսօր ահավոր մեծ քանակ կա, եթե դու մտավոր որևէ մասնագիտության տիրապետում ես, ապա այդ բոլոր մասնագիտությունները առցանց աշխատանք են առաջարկում։ Այսինքն եթե դու լեզու գիտես եւ տիրապետում ես քո մասնագիտություն, այսօր Երևանում ես գիտեմ հոկեբաններ, որոնք Միացյալ Նահանգներում եւ իրավաբաններ, որոնց Միացյալ Նահանգներում առցանց ծառայություն են մատուցում, այսինքն եթե դու քո վրա աշխատել ես, քեզ բարձրացրել ես մասնագիտական բարձր մակարդակի եւ լեզու գիտես, դու կարող ես համաշխարհային շուկայից քո աշխատանքը բերել, այդ մեկ։ Երկրորդը գիտեք, առաջ կար համակարգեր, որտեղ դու գնում ես, քեզ սովորացնում էին, հա, սկսած համալսարանից, տեխնիկումներից եւ այլից։ Այսօր այդ խնդիրը սովորելու ընդհանրապես չկա, վերացել է։ Ինֆորմացիա ստանալու, չէ՞։ Ինֆորմացիա եւ մասնագիտություն ստանալու։ Եթե դու ուզում ես բարձրագույն մասնագիտություն ստանաս, ուրեմն եւ Մասաչուսեթի համալսարանի կուրսերն են բաց, վիդեոյով, նյութով, գրականությամբ, քննությամբ, Ստենֆորդինն են բաց, այսինքն աշխարհի լավագույն, ասենք, տասնյակ համալսարանը այսօր բաց են, դու կարող ես այնտեղ ինքնուրույն սովորել։ Երկրորդը, եթե քեզ պետքա փոքր ինչ-որ մասնագիտություն, ու դիցուք դու ուզում ես, ասենք, կաթ են արտադրում, ու ասենք կոնկրետ օրինակի վրա բերենք, հա, ասենք մենք ունենք կաթ արտադրողներ, որոնք կրակն են ընկնում այդ իրանց ձեռի պանրի սարքած պանրի ձեռը, այսինքն իրանք ստանդարտ նույն լորի պանիրն են արտադրում եւ ընկ մտնում են մի հատ շուկա,
որտեղ շահութաբերությունը, ասենք 100-200 դրամ է։ Այսինքն չարչարանքը չի արդարացնում, հա, այսպես ասեմ։ Հա, բայց կա պանիրի տեսակներ, որոնք որ նույն կարգի քանակի կարակ են պահանջում, ուղղակի պահանջում են մաքրություն եւ մի քանի ամիս այդ պանիրին դու պետքա հետևես։ Օրինակ ռոկֆորը, հա։ Օրինակ ինտերնետով բացում ես եւ նայում ես ինչպես արտադրել ռոկֆոր։ Եվ այդ տասնյակ եւ չգիտեմ ինչքան վիդեոնյութեր, ձևեր եւ այլ, որտեղ փոքր արտադրություն նկարագրվում է։ Եվ դու ընդամենը դա անելով քո շահութաբերությունը 1 կիլոգրամ պանիրի վրա, ասենք 200 դրամից, ասենք բարձրացնում ես 2-3 հազար դրամ, այսինքն քո աշխատանքը դառնում է ավելի բարձր վարձատրվող, դու դառնում ես ավելի բարեկեցիկ, երեխաներին ուղարկում ես ճիշտ սովորելու տեղերը եւ այլ, այսինքն մենք այսօր կրթության այն հնարավորությունները, որ այսօր կան, մարդկության պատմության մեջ դեռ տենց շանս չի եղել, բայց մենք ասենք քանի որ սիրում ենք նվնվալ, ուրիշի վրա գցել եւ այլ, այսինքն սկսած օտար լեզուներից, մասնագիտություններից համակարգեր կան, որ օտար լեզուն, ասենք, եղբայրս զորօրինակ, ասենք, որոշեց գերմաներեն սովորի, դա տևեց 3 ամիս։ Այսինքն այնպիսի մտածված լավ համակարգեր կա, որ դու կարող ես նստել եւ լեզու սովորել, որը որ կրիտիկական կարևոր մի բան է։ Այսինքն ցանկացած բանի նաև մասնագիտական շփման իմաստով։ Այսինքն մենք ուղղակի չենք օգտագործում այդ պատճառները ասեցի, բայց էլի պատճառները մեզ չի ազատում պատասխանատվությունից եւ ամենակարևոր մի բան կա, որ այսօրվա աշխատողը չի հասկանում, որ ինքը իր շահերը պետք է պաշտպանի։ Ինքը ենթադրում է, որ ասենք ինքը ինչ-որ գործի մեջ մտնի, մեկը իրանց հենց հովանավորի կամ ինչ-որ մեկին փող տա եւ այլն, բայց մայիսի 1-ի հիմնական խորհուրդը դա այդ մարդիկին չէին ընդվզել, որովհետեւ ստանում էին $1.5 ուրեմն օրական, Անգլիայում այդ ժամանակ ստանում էին $1 օրական, մոտավորապես 1900 թվականին։ Ու մինչև օրինակ Անգլիայում իրենց բաները, trade union-ները չստեղծեցին, որ իրանք իրանց պաշտպանում էին։ Այսօր անգլիացի բանվորը ստանում է, ասենք 40,000 pound, հա, որը որ դրա շնորհքն է, էլի ինքը իրան պաշտպանելու շնորհքն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան, ժամը 23-ին դիտեք հեռանկարը, որի հյուրն է լինելու Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, իսկ մայիս 1-յան թեման կշարունակի Արտակը։